Լույս առօրտին շարունակում է եւ այո, մեր հյուրն է նախ ասեմ այն, գիտեք ինչ է, որ այն հայուհիներից է, այն տաղանդավոր երգչուհիներից է, ով շատ չէ լավ մի թերություն ունի, գիտեք որն է թերությունը, այդ մարդը ֆոնոգրամա երգել չգիտի։ Մի այդպես է ստացվել։ Շատ լավ մամա, բարի մարդ, համարձակ մարդ, ստացված երգչուհի, ուղղակի շքեղ, Կարին Արուստամյան, բարի լույս։ Բարի լույս, ինձ սիրուն ներկայացրեցիր Կարին ջան, շնորհակալ եմ։ Մենք ենք շնորհակալ։ Ասում եմ, այն ինչ որ կա, ոչինչ չեմ չափազանցրել, այն ինչ պայմանավորվել էինք, ասեցիք, փոխանցեց քարտեզ։ Լուսաբանում է իրականություն։ Շատ շքեղ ես, շնորհավորում ենք քեզ սիրուն տոնի արդիվ, ինչպես ճուտիկը թողեց գաս մեր մոտ։ Նախ այսօր շատ հետաքրքիր զգացողություն էր հյուր գալ որպես ոչ միայն երգչի, այլ որպես մայր, առաջին ապրիլի 7-ն է, որ ինձ գիտակցված մամա եմ, անցած տարի էլ էր գիտակցված, բայց նոր էր ծնվել բալիկս, հələ խելքի էի գալիս, այս տարի ինձ շատ հետաքրքիր էմոցիաներ էր մոտս, որ գիտակցում եմ որպես առաջինը մամա եմ հյուր նաև գալիս, իսկ ճիշտ ասած ճուտիկին ուզում էի հետս բերեի, բայց ինքը որոշեց, չգիտեմ ինչու, իմ տանից դուրս գալու ժամանակ նորից քնի։ Ու այդպես որոշեցինք քունը հարամ չանենք, չխանգարենք, որովհետև ինչքան հանգիստ է երեխան, այնքան հանգիստ ենք բոլորս տան մեջ, դրա համար։ Կատեզմը։ Կանացի ինքնավստահությունը որտեղից է սկսվում։ Կանացի ինքնավստահությունը սկսում է ներսից։ Ես միշտ մտածել եմ, որ ոգեշնչումը մենք պետք է ստանանք մեր կողքի մարդկանցից եւ այլն, բայց տարիների հետ գիտակցումը գալիս է այլ ավելի շատ, որ յուրաքանչյուր մարդ ամեն բան փոխում առաջին հերթին ինքը իր ներսից։ Ինձ մոտ մի քիչ կանացի էներգիան ու ինքնավստահությունը, որը գալիս է դրա հետ, միշտ պակաս է եղել, որովհետեւ իմ մեջ տղամարդու էներգիան միշտ ավելի շատ է եղել, քան կանացի, որովհետեւ միշտ ինքնուրույն, այս 2 տարվա ընթացքում, որ ինձ մոտ արդեն կողակից ընտանիք եւ այլն շատ եմ ու աշխատում եմ շատացնեմ այդ կանացի էներգիան, որ ինքնավստահությունը դրա հետ գա, բայց եթե խոսենք sense ֆիզիկապես կանացի ինքնավստահությունը ինձ մոտ սկսում է իմ եղունգներից։ Երբ որ իմ եղունգները հարդարված են, երկար են, ես շատ վստահ եմ։ Իսկ ինչպես ես համատեղում կարիերան, անձնական կյանքը, բալիկին։ Սկզբից համատեղել հնարավոր չէր, որ ինձ ասում էին, ոնց ես ասում էի, պարզ ոչ մի բան ես չեմ հասցնում, իմ երեխայից բացի ոչ մեկ երջանիկ չի տան մեջ, բայց հետո սկսեցի քիչ-քիչ արդեն սովորել այդ ամեն բան համատեղել եւ այլն, ու հիմա ինձ մոտ ստացվում է միշտ իհարկե օգնությամբ, նախ իմ ամուսինն է շատ ինձ օգնում, ինքը արտակարգ պապա է ու շատ պապաներ անգամ տան ժամանակ չեն անցկացնում, ինքը միշտ մեր կողքին է ու ամեն պահի, երբ ես պետքա ինչ-որ ես չեմ կարողանում դեռ բալիկի հետ, էլի ինչ-որ բան անեմ, ես սովոր չեմ դրան, ինքը միշտ մեր երեխային ուշադիր է լինում, հոգատանում իր մասին, երբ որ ես տնային գործերն եմ անում ու նաև ունեմ օգնություն մայրիկիս եւ սկեսուր մայրիկիս կողմից, որ մաքսիմալ փորձենք ամեն բան համատեղենք։ Հիմա արդեն իդեալական ստացվում է, մենակ ասում եմ, պետք է սովորեմ մի ձեռով երեխային գրկեմ, մյուս ձեռով սուրճ պատրաստեմ, դեռ չեմ կարողանում։ Հայկական շոու բիզնես, ու բավարար շոու բիզնես, մեդիա, դա այն ոլորտն է, որտեղ շատ-շատերը այսօր ցավոք սրտի դեռ կանգ են առնում ընտանիք կազմելու մտքից։ Երեխա դեռ չեն ուզում ունենալ, որքան էլ շատ են երազում, փուճուրիկ են ուզում են ընտանիք կազմեն եւ այլն, բայց վախենում են, վայ մարմինս մի քիչ կփոխվի, վայ բա հետո ես պետքա ինչ որ պաուզա վերցնեմ, այդ պաուզայի ընթացքում ինձ բավոր մոռանան, վայ չէ, ես այս բաները չեմ հասցնի անեմ, վայ, ու այնքան վայ, որ գալիս է մի պահ, որ ընդհանրապես մի վարքյան էլ չես ուզում մտածես երեխա ունենալու կամ ընտանիք կազմելու մասին։ Այ քո դեպքում ինչպես ստացվեց, ֆանտաստիկ ձևով գերեց քո սիրտը, քո ամուսինը, թե այդ կրկին այդ երազանքն ու ցանկությունը փոքրիկ ունենալու հաստիպեց գալ այսօրվան։ Ես միշտ կարիերիստ եմ եղել ու ամեն բան զոհել եմ հանուն կարիերայի միշտ, որովհետև ինձ չէի տեսնում այդ պահին ընտանիք կազմելուց, որովհետև ես միշտ ասում եմ, դա շատ մեծ պատասխանատվություն է, պետք է անես դա, երբ որ դու ինքդ պատրաստ ես դրան, ու երբ որ զգում ես, որ կողակիցդ քեզ համապատասխան մարդ է, եթե մի փոքր ինքը համապատասխան չեղավ, ամեն բան կարա զուտ փլուզվի, ես շատ ընտանիքներ եմ տեսել, որ քայքայվել են դրա պատճառով։ Դրա համար ես ուղղակի ամուսնանալ, ուղղակի ընտանիք կազմել երբեք չեմ
ուզել։ Հետո պատրաստել չեմ եղել։ Միգուցե ամուսնուս հանդիպե ավելի շուտ, մենք այդ քայլին ավելի շուտ գնայինք, բայց երբ որ հանդիպեցինք, մեր մոտ ամեն բան շատ արագ ստացվեց 1 տարվա մեջ։ Մենք շուտով 2 տարին էլ լրան մեր ամուսնության, մեր բալիկ արդեն մի տարեկան է։ Այդպես տեմպով ամեն բան եղել, բայց եղել է սիրով, եղել է սիրուց դրդված ու հիմա որ արդեն բալիկս կա, անկեղծ շատ կուզեի, որ ավելի շուտ այդ ամեն ինչը տեղի ունեցած լիներ ինձ հետ, որովհետև ես շատ կուզեմ իր այդ մեծանալը, թորնիկներ, այդ ամեն բան տեսնեմ, իջև դա ինձ այդքան դա չէր հուզում, իսկ հիմա լրիվ փոխվել է մտածելակերպը, բայց ճիշտ են անում, որ վախենում եմ, որովհետև իրականում այդ ամեն բան այո գալիս է, եւ դեֆորմացվում ես, եւ հոգեպես փոխվում ես, ես շատ ծանր 1 տարի եմ ունեցել, ինձ ցույց չեմ տվել, բայց ինձ մոտ հետ ծննդաբերական դեպրեսիա կար, մոտ 1 տարի։ Ես ոնց որ sense խավարված լիներ ուղեղս, իմ բալիկից բացի ես ոչ մի ուրիշ մարդկանց չէի ուզում տեսնել, տրամադրություն չունեի, ոչ ես ինչ շատ դժվարությամբ ամեն 2 ամիսը մեկ թափ էի տալիս։ Իհարկե առաջի բալիկն է դրանից հատենց, որովհետև դու չգիտես ինչ է քեզ սպասում։ Երկրորդի ժամանակ հուսամ ավելի գիտակցված կմոտենամ հարցին, բայց այդքանի հետ մեկտեղ ես միջև 8 ամսական, 8.5 ամսականում ես երգել եմ հղիության ընթացքում։ Ես դադար եմ տվել ընդամենը մի քանի ամիս։ Նենց որ ամեն բան հնարավոր է, մարդու մտքին իրականում տեղ լինի, բայց որ փոխվում ես շատ, այդ փաստա պետքա քեզ չկորցնես ուղակի ընթացքում։ Այո, եւ համարձակությունը հաստիս պետք, որովհետեւ ամեն մեկը չի կարող դա հարթարարել, դա գիտակցել, հասկանալ, հզոր ներուժ պետք է ունենաս։ Շատ հզոր ներուժ ու ֆիզիկապես շատ ջանք է պահանջվում։ Ես 24 կիլո քաշ էի հավաքել ու շատ դժվար էի դա կորցնել, որովհետեւ ինձ մոտ հորմոնալ խանգարումներ դե կար, ինչպես յուրաքանչյուր կնոջ մոտ բալիկ ունենալուց հետո ես ինձ շատ հավաքեցի սննդակարգ եւ այլն, 1 տարի անց ես դարձել եմ կարելի ասել 5 կարան, շնորհակալ եմ։ Բայց այս այդ ամեն ինչն արժե է, որ այս դժվարությունը որ ցույց ֆորում ես նայում ես, դեմքը տենում ես, ասում ես, վայ, արժեր է ստանջանքները։ Միանշանակ ես այդ ժամանակ ասում էի, վայ մոտակա 2 տարին, էլ իմ մոտ բալիկ ունենալուց հələ չխոսեք, ընդամենը 1 տարի անցել, ես արդեն ինձ բռնացրել եմ մեն մտքին, որ տան մեջ երեխայի հոտը քչացել է, ու պետք է մտածել Այո, քուրի կապերիկ է պետք այդ երեխային մտածեք այդ ուղղությամբ։ Մենք չենք մտածում, մենք գործում ենք հակամից։ Շատ ճիշտ է։ Ու երեխաները շատ պետք են, ես եմ այդպես մտածում։ Ես համաձայն եմ։ Աստված պիտի առողջություն ու հնարավորություն տա ու 4-ել 5-ել։ Հիմա կինս որ լցեր կասեր ինձ հարցրեք։ Ես 20 տարեկանում ամուսնանա, ինձ թվում է ես մի 5 հատ բալիկ մինիմում կունենայի, մինիմում։ Բայց հիմա զուտ հուսամ Աստված ինձ կտա առողջություն, որովհետև հիմա արդեն մենք ժամանակի նաև խնդիր ենք ունենալու, որ գոնե 3 հատ բալիկ մենք հասցնենք ունենալ, որտեղ մենք երազում ենք, որ անպայման աղջիկ երեխա էլ ունենանք, որտեղ իմ ամուսինը լրիվ աղջիկա պապա է ու ինձ թվում է իմ աղջիկն էլ ինձ պրինցեսա կդարձնի իրականում։ Միանշանակ։ Լավ, այս համով այս ամեն ինչը դնենք մի կողմի վրա, խոսենք կարիերայի մասին, ինչ առաջիկայում կա, որովհետև վստահ եմ, որ նույնիսկ 1 շաբաթ դադար վերցնելը, 1 ամիս դադար վերցնելը նամանավանդ երկարվեստում շատ է երևում։ Ու նամանավանդ, որ նոր սերունդ է գալիս, նոր գործեր են գալիս, նոր ոճեր, փոփոխություններ, նոր դեմքեր, նոր ճաշակ, մարդիկ ինչ որ նայում ես տարված արհեստական բանականությունով սարքած ինչ որ գործեր են ասում, տժում են, վայելում են, ասում, այս ինչ լավ է։ Բայց լավ է ստացվում մի տեսակ արհեստական բանականության միջոցով այդ գործերը, որտեղ այս վերջի շրջանում ինչ լսել եմ, հավանել եմ, ես չեմ սիրում արհեստական բանականությունը, բայց ինքը մարդկանց մի քիչ թափ է տվել, որտեղ սկսել են մարդիկ տեղից իրար գալ, մտածելով, որ իրանց տեղը կզբաղացնի արհեստական բանականությունը։ Շատ ճիշտ է, այո, ժամանակի հետ այդ պաուզան շատ երևում է մարդու վրա։ Ես միջև հունվար տենց խորոքուն էի մտել, հունվարից հետո էլի արդեն կարիերայի առումով ինձ թափ տվեցի ու նախ երկրորդ բենդի սաստավ եմ հավաքել, որտեղ ժամանակակից այս տենդենսներին համապատասխան դու պետք է ունենաս ալտերնատիվ, արդեն ավելի DJ-սկի ֆորմատով, որովհետև ինձ մենակ կանչում էին երգելու առանց բենդի շատ տեղեր, որտեղ որ տարածքի խնդիր էին ունենում, բայց ես հասկացել եմ, որ ես մենակ
օրինակ երկող չեմ, ես դա իմը չի։ Դրա համար ես փոքր 4 հոգանոց sense բենդ եմ հավաքել, DJ, percussion, երգչուհի եւ փողայի գործիքներ, որ ավելի այս ժամանակակից տենդենսներին համապատասխան տարբերակ ունենանք, վերականգնել ենք մեր 8-9 տարի առաջվա ակուստիկ կվինտետը, սուտ ասացի երկուսը ստավ եմ ավելացրել, որ ակուստիկ տարբերակով էլ ունենանք մատուցում, այս տարի նաև անցած տարվանից դեռ սկսել եմ վարել, ես նաև միջոցառումների վարում եմ, որպես ես կարողանամ ընդհանուր փաթեթ առաջարկեմ տարբեր միջոցառումների շրջանակներում ու նաև մի շրջան ռեզիդենտ որպես հանդես չէի գալիս այլևս ակումբներում, ռեստորաններում, հիմա վերականգնում եմ, բայց ոչ շատ, 1-2 ռեզիդենսի մաքսիմում, որովհետև ուզում եմ ընտանիքիս հետ ժամանակը ամեն դեպքում անցկացնել իմ համար, իմ փոքրիկի հետ մեծանալու յուրաքանչյուր վայրկյանը անսահման կարևոր է։ Մենք իհարկե շատ քիչ նկարներ ունենք իրար, որտեղ ես եմ բոլորին նկարում, բայց այդ ես վայելում եմ ամեն վայրկյանը։ Նույնիսկ ասում էի, «Վայ, ես չեմ բերելու մեր կողքը քնացնեմ իրան, ես առավոտը իրան վերցնում եմ, բերում եմ, որ ես իր հոտը շնչեմ ու այդ րոպեները իմ համար sense շատ անգին են, ուզում եմ աշխատանքս լավ վերականգնվի, բայց չեմ ուզում դա լինի բալիկիս հետ ժամանակ անցկացնելու հաշվին»։ Ֆանտաստիկ ճուտիկի մամա, Հրաշալի երգչուհի, այո, գեղեցկուհի հայուհի։ Կարինա Արուստամյանն էր մեր հյուրը։ Շնորհակալություն, ես եմ շնորհակալ ենք, որ առավոտը կիսեցիր մեզ հետ։ Շնորհակալություն։ Իսկ մենք անցնենք առաջ, մենք եւս մեկ հյուր ունենք։ Մենք այս մեկ հաղորդման ընթացքում, այո, կարողանում ենք հասցնել ընդունել երրորդ հյուրին։ Ով է նա եւ կրկին խոսել ենք մայրությունից, բալիկներից, կրկին շատ կարևոր թեմայի շուրջ։ Մնացեք մեզ հետ։